Ես օգտվելով իմ ժամանակի հնարավորությունից նաև ավելացնեմ, որ ոչ միայն խնդիրը կանում է նրանում, որ այդ հակակարգտային կայանները շատ տեղերում առկա չեն, այլ նաև այն կայանները, որտեղ որ կան այդ կայանները, իրենց նաև մատնանշելով, իրենց իսկ մեր գյուղատնտեսությամբ զբաղվող մեր հայրենակիցների ասելով նորմալ պատշաճ չեն աշխատում, դրա համար պատասխանատու մարմիններ կարծում եմ կան եւ ինչն է նաև խնդրում եմ ասեք ինչն է պատճառը, որ դրանք պատշաճ կերպով չեն շահագործում եւ մեր գյուղացիները միլիոնավոր դրամների վնաս են կրում։ Շատ լավ, երկրորդ հարցի մասով նշեմ, որ նախ դուք միանշանակ պնդում եք անում, ես այդպիսի պնդում չեմ կարողանա անել, հակակարգտային կայանները գտնվում են շրջակա միջավայրի նախարարության, այսպես ասած, կառավարման տիրույթում, բայց ես խոսել եմ եւ Արարատի մարզպետի եւ Արտաշատ համայնքի ղեկավարի հետ երեկ եւ այո, մենք ունենք վնասներ, բայց նաեւ արձանագրվել է, որ ամբողջ գիշեր հակակարգտային կայանները ամբողջ ծավալով իրենք աշխատել են եւ սա նաեւ գիտական ապացուցված փաստ է, որ հակակարգտային կայանները մի կողմից իրենք բավական արդյունավետ են, բայց երբեք 100%-անոց արդյունավետություն չեն ունենում։ Այնտեղ կան այլ, այսպես ասած, գործիքներ, օրինակ Վրաստանում այդ հաթիռների տարբերակն է կիրառվում, բայց կարծեմ այնտեղ այլ հարցեր կան, որոնք որ այս պարագայում դեռևս մեր մոտ կիրառման խնդիր ունենք։ Գիտեք, կգնահատենք վնասները, երեկվանից վնասները գնահատում ենք, կգնահատենք վնասները, կհասկանանք իրական չափը եւ բնականաբար կառավարության հնարավորությունների սահմաններում միշտ էլ մեր քաղաքացիների կողքին կանգնած ենք, կփորձենք մեր ունեցած հնարավորությունների սահմաններում վնասները գնահատելով աջակցել։